Ես ասել եմ, որ մենք իրավունք չունենք թշնամի ունենալու։ Մենք պետք է բոլորը լավ լինենք։ Մենք պետք է Ռուսաստանից չթշնամանանք։ Ասել եմ, հիշում եք։ Ինչի համար, եթե դու երկրորդ ճանապարհը չունես, քեզ թշնամանում, դրանից լավը քեզ պետք է առաջարկել։ Եթե դա արդեն քո ձեռի տակ է երկուսն էլ, նոր ընտրություն կանես, որի հետ դու աշխատես։ Բայց այսօր թշնամանալով սաղ փակվեց, ասենք թե ինչ է, ես ասեմ, որ պետք է լիարժեք քայլ կատարեն։ Եթե չէ, շատ ծանր է լինելու վիճակը։ Ծառուկյան ինչը ճիշտ չի ասեք։ Ասել եմ, ասած ինչպես օր-օրի ժամ-ժամ կատարում է, մարդիկ ասում են մենք ուզում ենք հասկանանք, դուք մեկ ընկերն եք, թե մեր թշնամին եք, ձեր ցավը տանեմ, հարց չկա, ձեր մեր թշնամին եք, դուք եթե տենց եք որոշել դա ձեզ ձեռատալի, մեր թշնամին եղեք։ Բայց ժողովուրդը, այ ժողովուրդը, մեր բարեկամներն են։ Էլ դրանից ավել էլ ինչ ասեն մարդիկ։ Այնպես որ պետք է մարդը միշտ մտածի, լիարժեք 100% համոզված լինի, նոր այն ժամանակ քայլ կատարի, որ երկուսն էլ դեմը դրանն են։ Հիմա եթե Ռուսաստանը փակում է, Եվրոպան բացել է ճանապարհը, որ գոնե ասենք թե սեսա չէ, գնում ենք այնտեղ երկրորդ ճանապարհով։ Նույն ճանապարհ ճակատագրին արժանացել էր Վրաստանը։ Վրաստանը ասեք գինած մանդարինն ու ջուրը գինին կարողանում էին վաճառել։ Ով է Եվրոպան իր գլուխը չի կարող բայ Եվրոպայում արդեն ամենաուժեղ հիմնարկներից Գերմանիան, որ ասենք թե 7 հատ մաշինաստրոյցերնի մեքենաները սա հանեց Ամերիկա եւ Չինաստան։ 3 հատ մետալուրգիական գործարաններ փակեց, չկարողացավ աշխատացնել։ Այնպես որ այսօր իրենք իրենց գլխի չարը չեն կարող դնել, ժողովուրդ ջան։ Այսօր մենք պետք է խելացի վարվենք, որտեղ կա արդյունք, որտեղ կա շահ, որտեղ կա իօգուտ իմ երկրի, իմ ժողովրդի, որ դա արդյունք կբերի, մենք պարտավոր ենք այդ հարաբերությունը պահելու, քննարկելու, ավելի ապահով պահելու։ Ամենակարևորը երաշխավորած խաղաղություն, տնտեսության զարգացում, ժողովրդի բարեկեցիկ կյանք։ Սա հիմնական խնդիրները։ Ու ժողովուրդը այսօր ուզում է դա զգա իր մաշկի վրա։ Միայն դատարկ խոսքեր լսել, դատարկ ասելով, մենակ վիրավորանք, բռնել, հայոյել, ցեղ շպրտել։ Մարդիկ այսօր կարիք ունեն, ուզում են լավը լսեն, ուզում են, որ իրենց մասին մտածող լինի, իրենց մասին քայլ կատարողնի։ Մենք պատրաստ ենք քայլ կատարենք, ժողովուրդը դա զգա, առաջի հնարավորության դեպքում, որ փորձն էլ կա, ցանկությունն էլ կա, թիմն էլ կա, ծրագիրն էլ կա։ Իմ խնդրանքը, որ ինչ ասեցի, ավելի նոր բառ չեք ասում, բայց առավոտից իրիկուն անցնելով մարդկանց լսելով, իրենց խնդիրը պրոբլեմը արձանագրելով, նոր մեր ծրագիր իրենց ներկայացնելով, ասելով, որ ինչ ասել ենք, դրան մենք տեր ենք, դա լիարժեք իրականացնելու ենք։ Հիմա դուք եթե հարցեր ունեք, պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանելու կամ ինչ որ առաջարկ ունեք, ասեք։